ժամանակը պիտի կրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է, չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր առավոտյան եթերը եւ այսօր Փարտիրոջ որ նորից միասին ենք, մեզ մոտ ստացվեց եւ առաջին անգամ է ռադիո տաղավարում այսօր մեր սիրելի Արմեն Ասլանյան եղբայրն է, նա հոգեվոր գործիչ է, ոչ միայն հոգեվոր գործիչ, այլ նաեւ, այսպես ասած, միջազգային ակադեմիկոս եւ սա շատ կհետաքրքրի մեր քույրերին, որտեղ քույրերն են հիմնականում զբաղվում հացաբուլկեղենով եւ հրուշակեղենով, մեր Արմեն եղբայրը հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի միջազգային ուրեմն ակադեմիկոս է, շատ ճանաչված եւ առավել Աստծո խոսքի վարպետ, ոչ միայն հոգեվոր, ոչ միայն մարմնավոր հաց է պատրաստում, այլ նաեւ հոգեվոր, երկուսը համատեղ իրար հետ։ Ամեն շատ շնորհակալ եմ, որ եկար, շատ ինձ համար մեծ պատիվ է, որ դու այստեղ ես եւ միասին այսօր Աստծո խոսքի շուրջ պետքա խորհենք։ Այո, սիրով։ Թեման միանգամից վերնագիրը շատ գրավիչ է, այսպես ասած, հասկանալի է, որ շատ խորն է տանելու այսօր մեզ, ուրեմն հարության մարմնի սերմը, մի փոքր կարող եք այսպես նախաբանի պես ասեք ինչի մասին է խոսքը։ Այնպես է, որ Աստված կանոնը եւ օրենքը էսպես է դրել, որ յուրաքանչյուր մարմին ունի սերմ։ Դա կլինի բուսական աշխարհում, կենթանական աշխարհում եւ յուրաքանչյուր մարմին ունի սերմ։ Այսինքն մենք հոգեվորներով ես հավատում ենք, որ գալու է մի օր, որ մենք ունենալու ենք երկնային մարմին։ Մեր հավատքի վաղճանն է սա։ Եվ այս հույսով, այս հավատքով ապրելը մեզ բերում է սրան, որ մենք պետք է Աստծո խոսքից հասկանանք այս գիտությունը, մենք պետք է ունենանք, որ ովքեր են նրանք, որոնք ունենալու են երկնային մարմին եւ իլուր մեր լսողները ես ուզում եմ ասեմ, որ ինչպես մնացած բոլոր մարմինները ունեն սերմ, այդպես էլ հոգեվոր մարմինը ունի սերմ եւ հենց այսօր դա բացահայտելու ենք, այսօր դրա մասին խոսելու ենք եւ Աստծո խոսքից ունենալու ենք փոքր ինչ լույս։ Իդեպ ասեմ, որ շատ դեֆիցիտ թեմա է այս թեման, այս մեր օրերում, ընդհանրապես շատ երևույթները խոսում են նրա մասին, որ կարծես մեր հոգևոր կյանքը շատ կապված է այս ֆիզիկական բաների հետ, թեպետ դա սխալ չի, բայց այստեղ հոգևոր մարմնի մասին է խոսքը լինելու, ինչպես Պողոսն ասում, եթե չեմ սխալվում, ասում է, որ ապականացում պետք է փոխվի դառնա անապականացում մարմին, այսինքն սա խոսում է նաև հավիտենական իր մեջ իմաստ ունի, սա է շատ հետաքրքիր է, այո։ Մենք կշարունակենք թեման մի երգից հետո, այս երգը մեր Սելիազնիվ Սվարյան քրոջ կատարմամբ է լինելու, որ մեր Արմեն եղբայր կինն է, որին մենք ճանաչում ենք շատ վաղուց 90-ականների մի քույր, որը հերոսաբար կարելի ասել այսպես ավետարանիչ, որ շրջել է գրեթե Հայաստանի բոլոր քաղաքներում եւ ավետարանչություն էին անում Չարենցավանի Ֆրոնզ եղբայր հետ միասին, հիշում եմ իրար հետ եւ երբեմն նաեւ մենք էլ ենք իրանց հետ ես էլ եմ մասնակցել այդ ավետարանչություններին, այնպես որ Փարտիրոջ է եւ այս երգը եկեք ըմբոշխնենք մեր ազնիվ քրոջ կատարմամբ, հետո նորից կմիանանք եւ կշարունակենք մեր ընթացքը։ Գիտեմ, որ մի օր տեսնելու եմ քեզ
քո փառքով Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավետ քո փառքը տեսնել Հույսով հավատամ սիրո մեջ մնամ քո խոսքը մահել Գիտեմ որ մի օր տեսնելու եմ քեզ երբ գաս քո փառքով Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավետ քո փառքը տեսնել Հույսով հավատամ սիրո մեջ մնամ քո խոսքը պահել Ինձ նոր թևեր դուր որ ճապնեմ ես վեր Ճամփան տեսնել դուր եւ գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ճախրեմ ես վեր Ճամփան տեսնել դուր եւ գալիքը մեր Կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Գիտեմ որ մի օր օգնելու եմ քեզ ուրիշ մի լեզվով Գիտեմ որ մի օր գովելու եմ քեզ հոգու երկերով Մի կանց կա միայն քո խոսքի ոսկին հոգուս պետք է դա Որ երբ ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Ինձ նոր թևեր դուր որ ասվեմ ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ակրեմ ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում
ընթացքում ասեց սրանից 100 տարի հետո դուք կտեսնեք, որ Աստվածաշունչը երբեք չի լինի երկրի վրա, բայց 1778 թվականին Վոլտերը մահացավ, այո, նա մահացավ, եւ դրանից հետո գիտեք ինչ կատարվեց, նա հայտարարել էր, օֆիցիալ հայտարարել էր, որ Աստվածաշունչը այլևս վերանալու է 100 տարի հետո, բայց իր մահից հետո երկրագնդի վրա ամենամեծ տպարանը եղավ իր տուն թանգարանը։ Աստվածաշնչյան ընկերությունը գնեց իր տուն թանգարանը եւ հենց իր տուն թանգարանում սկսվեց Աստվածաշունչ տպագրվելը։ Այսինքն Աստծո խոսքը եկել է, եղել է, Աստծո խոսքը կա եւ հավիտյան լինելու է եւ օրհնյալ են այն մարդիկ, որոնք այս հավիտենական գանձերից կարողանում են պեղեն այն օրհնյալ թեմաները, այն օրհնյալ հոգեվոր տեքստերը, որոնք իրանց հոգեվոր կառույցի շինության եւ ապրելու արդյունք է լինելու եւ օրհնություն է լինելու։ Ամեն։ Հիմա անդրադառնանք մեր թեմային։ Այո, պետքա երիցս նշեմ, որ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ յուրաքանչյուր մարմին եւ դրա մասին 15-րդ գլուխ, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 35-ից, եթե մենք ընթերցենք, կտեսնենք, որ այդ հատվածում այսպես ասում, որ ամեն մարմին տարբեր է, անասունների մարմինը տարբեր է, ձկների մարմինը տարբեր է, մարդկանց մարմինը տարբեր է եւ յուրաքանչյուր մարմին ունի իր սերմը։ Այ օրինակ, պատկերավոր մեկ օրինակ բերեմ, պատկերացրեք, ես իմ արտում ցանել եմ հաճար։ Երբ որ գալիս է իր վեգետացիոն շրջանը, որ ես պետքա ունենամ քաղ, ինչ եք կարծում, քաղի ժամանակ, բերքահավաքի ժամանակ ես կարող եմ գարի ակնկալել, եթե ցանել եմ հաճար, իհարկե չեմ կարող։ Հիմա այդպես էլ Աստծո խոսքը ասում է, որ ամեն մարմին ունի իր սերմը։ Այդ 15-րդ գլուխը խոսում է երկնավոր մարմնի մասին։ Ինչպես կա երկրավոր մարմին, այդպես առաքյալն ասում է, նաև կա երկնային մարմին կամ հոգևոր մարմին կամ հարուցյալ մարմին։ Ամեն տարբեր թարգմանությունների մեջ շատ հետաքրքիր ձևով է դրա մասին խոսում ակնարկում։ Հիմա ինչպես երկրագնդի վրա Աստված դրել էր այդ կանոնը, նույնիսկ մարդը, որ պետքա ծնվի, օգտագործում է մարդկային սերմը, ոնց որ բուսական սերմը, այդպես էլ հոգևոր մարմին ունենալու համար գալու է մի օր, երբ որ հրեշտակապետ իր փողը պետքա փչի եւ լինելու է մեռելների հարություն եւ հոգևորները բոլորը գիտեն սրա մասին, լինելու է մեռելների հարություն։ Եվ եթե մարդը պետքա հարություն առնի, Աստծո խոսքը այսպես ասում, որ յուրաքանչյուր մարդ, ովքեր լսելու են այդ փողի ձայնը եւ հարություն են առնելու, այսինքն առաջի հարությանն են մասնակից լինելու, նրանք ունենալու են հոգևոր մարմին։ Այ ամբողջ հարցը հենց կայանում է սրանում։ Ինչպես են նրանք ունենալու հոգևոր մարմին։ Որն է այդ սերմը, որ այդ մարմինը պետքա ծնվի, որտեղ Աստված այդ մեխանիզմն է դրել, յուրաքանչյուր մարմին ունի իր սերմը։ Եվ հենց 42-րդ խոսքը ես ուզում եմ այս հատվածը ընթերցեմ 15-րդ գլուխ առաջի Կորինթացիս 42-րդ խոսքում այսպես ասում. Այսպես մեռելների հարությունն էլ մարմինը ապականությունով կսերմանվի ու անապականությունով հարություն կառնի, անարգությունով կսերմանվի ու փառքով հարություն կառնի, տկարությունով կսերմանվի ու զորությունով հարություն կառնի, կսերմանվի շնչավոր մարմին եւ հարություն կառնի հոգեվոր մարմին։ Հիմա այս հատվածից Պողոս առաքյալը բացում է մի հատ մեծ գաղտնիք հոգեվոր աշխարհում, հոգևոր մարդկանց համար եւ ինչա դուրս գալիս ըստ Աստծո խոսքի, այսինքն այն հոգևոր մարմինը, որ մենք ակնկալում ենք ունենալու այս հոգևոր մարմինը, այդ հոգևոր մարմինը ունի սերմ եւ այդ սերմի անունը մեր ֆիզիկական մարմինն է։
շատ հետաքրքիր է այս համարը։ Այսինքն գիրքը այսպես է ասում, մարմինը 3 սերմանման փուլերի մասին է խոսում։ Անարգանքով է սերմանվում, տկարությունով է սերմանվում եւ զորությունով եւ փառքով հարություն է առնում։ Հիմա հետևաբար մենք հասկանում ենք, որ գիրքը այսպես ասում, որ հոգևոր մարմնի սերմը դա այս մարդու մարմնավորությունն է, որը մարդը պետքա իր կյանքի մեջ, իր վարդապետական հասկացողության մեջ ինքը պետքա դնի հողին։ Սա նշանակում է, ինչ է կատարվում սերմի հետ, երբ որ մենք սերմը ցանում ենք, երբ որ սերմը դնում ենք հողի մեջ, ինչ է կատարվում սերմի հետ։ Մեռնում է։ Այո։ Հիմա տեսեք, այսպեսի մի հատ օրինակ ասեմ։ Բերքի արդյունք ունենալու համար իմ կարծեցյալ հարգանքը սերմի հանդեպ չի կարա արդյունք ունենա, օրինակ, հիմա ինչ եմ ուզում ասեմ դրանով, եթե ես վերցնեմ ամենալավ օշնված սերմերը, ոնց որ գոյություն ունեն հացահատիկի սերմեր, որոնք 30% բերք ունեն, 60-90 բացառությամբ հիմա ասում են մինչև 120 հիբրիդային, այո, հիբրիդային սերմի արդյունքը, այո, մեկ արդյունքում, այդքան արդյունք ունենում։ Հիմա այսինքն ասացիս ամբողջ նպատակը հետևյալն է, մենք այդ սերմը, որ պետքա սպասենք արդյունքի, դուք պատկերացնում եք, եթե ես այսպես մտածեմ, ասեմ, ես սերմի հանդեպ շատ խորը հարգանք ունեմ եւ իրան շատ հարգանքով, փայփայելով, շոյելով դնեմ բրիլյանտե վազի մեջ, ամենապատվավոր տեղում։ Չի տա արդյունք։ Բայց ես իրան շատ հարգեցի, բայց ես իր հանդեպ շատ խորը հարգանք ունեցա, բայց տեսեք, այսինքն սխալ չի, որ հարգում ես։ Այո, սխալ չի, որ հարգում ես, բայց այս ճանապարհով իր ֆունկցիայի մեջ չես ունենա, բայց սերմի հանդեպ վարվելու, որպիսի արդյունք ունենաս, սերմի հանդեպ վարվելու միակ ճանապարհը հետևյալն է, իրան պետքա դնես հողի մեջ։ Ամենից, չգիտեմ, շտապում եմ թե չէ, կներես, որ սենց համեցեք։ Սա միայն վերաբերվում է իրական մահի, թե վերստին ծնունդի հետ կապված բան, այսինքն մարմինը, այսինքն հնազանդ լինել, հնազանդեցնել հոգուն, չգիտեմ, մենք խոսում ենք խորհրդի մասին։ Խորհուրդ, հասկացա։ Մենք չենք ասում, որ մեր պիտի անպայման թաղվես, որ հենց հիմա պետքա մեր մարմինը ֆիզիկապես ճնճենք։ Իհարկե, խոսքը դրա մասին չի, այլ հոգևոր արժեքների, հոգևոր խորհուրդների մասին է։ Օրինակի համար, եթե մենք ուսումնասիրելու լինենք սերմի վեգետացիոն շրջանն ու վեգետացիոն շրջանը սա է, երբ որ դու սերմը դրեցիր հողի մեջ եւ այդ մշակման ամբողջ ժամանակահատվածը մինչեւ քաղը, այս հատվածը կոչվում է վեգետացիոն շրջան։ Հիմա, երբ որ մենք սերմը դրեցինք հողի մեջ, ինչա կատարվում սերմի հետ։ Այնքան այդ օրինակը նմանատիպ է հոգևոր կյանքում, որ Հիսուսն էլ այդպես ասեց, եթե ծորենի հատը չմեռնի, ինքը մենակ կմնա։ Եվ Հիսուսը, այո, բերեց այդ օրինակները վիզուալ, որպեսզի մենք կարողանանք մարդկային լեզվով նա խոսեց, շատ բարձ խոսեց, որպեսզի մենք կարողանանք դա հասկանանք եւ ընկալենք, ըմբռնենք Հիսուսի ասացի իմաստը։ Հիմա ես ուզում եմ այդ զուգահեռները տեսնենք Աստվածաշնչյան պատմության մեջ եւ տեսնենք մենք ինչքան ենք կարողանում մեր հետ համադրենք այդ պատմությունները։ Օրինակի համար վերցնենք Հովսեփին։ Հովսեփը շատ օրհնյալ մարդ էր։ Իր հայրը Հովսեփին պահում էր ոսկե ամանի մեջ։ Շատ ընտիր վազի մեջ պահում էր։ Բայց Աստված ծրագիր ուներ, որպեսզի Հովսեփը ունենար սերունդ։ Աստված ծրագիր ուներ, որ Հովսեփի հոգևոր կյանքը զարգանար։ Եվ Աստված թույլ տվեց, որպեսզի Հովսեփի կյանքում այդ սերմանումը տեղի ունենա։ Եղբայրները վաճառեցին Հովսեփին։ Գիրքը այսպես ասում, նրան դրեցին գոբի մեջ։ Շատ նման է, որ սերմը հողը պետքա փորես,
փոսանես եւ սերմը դնես գուբի մեջ։ Հովսեփին դրեցին գուբի մեջ։ Պետապրես դահճապետիկին հողերը քաշեց Հովսեփի գլխի։ Էսի լրիվ խորհուրդով։ Այսինքն ինքը անցավ մի հատ կարծես թե անարգանքի ճանապարհով։ Սա կապակցում է սերմի հետ։ Շուքի ձորն է մեջ չէ Դավիթ դրա մասին դա։ Այսինքն ինչա ստացվում այսպես։ Բոլոր այն մարդիկ, որոնք ակնկալություն ունեն երկնային մարմին ունենալու, բացառվում է, որ նրանք անտեսեն սերմանման ճանապարհը, նրանք չեն կարող շրջանցեն սերմանման ճանապարհը։ Այսինքն դու ուզում ես ունենաս հարության մարմին, շատ լավ, հետևաբար դու պետք է մտածես, որ այն մարմինը, որը ունի սերմ, այդ սերմը պետք է ցանես օղի մեջ։ Կներես, փաստորեն ինչ է, եզրակացություն մի փոքրիկ ինչ որ հասկացա։ Այսինքն դու մեկնաբանում ես ըստ ավետարանի, որ եթե քրիստոնյան խոսում է հարության մասին, չէ, մենք օրինակ կամպագորգոր տենց հայտարարում ենք, հարություն ենք առնելու Քրիստոսը։ Շատ լավ է։ Լավ ես ասում, բայց փաստորեն դու այդ սերն ես դառնում, որ հետո պետք է հարություն առնի։ Եթե չդարար, չես ինչքան էլ ուզում ես հայտարարի, հա, այդ իմաստով, շատ ճանապարհ կա անցնելու։ Ամեն։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, երբ որ սերմը, չգիտեմ, երբևէ նկատել եք կամ առիթ ունեցել եք, օրինակ ես դպրոցական տարիքում, երբ որ գյուղ էի գնում, ինձ շատ հետաքրքիր էր, քանի ես դե այդ ժամանակ իմ մոտ համակարգված չէր, որ ես պետք է դառնամ խորը տեխնոլոգ, մասնագիտական հարցում էլի, բայց ինձ շատ հետաքրքիր էր, ինձ շատ էր հետաքրքրում այդ երևույթները։ Ես հիշում եմ մանկուց ես ունեցել ձգտումը։ Ես հիշում եմ մի անգամ ես փորեցի, որ նոր էր դուրս եկել, ծիլը դուրս էր եկել, փորեցի, ինձ հետաքրքիր էր ինչա սերմի հետ կատարվում։ Ու հետո այնպես ստացվեց, որ այդ արդեն որ կռութը տվել էր, հասկը ծրվել էր, արդեն կռութ էր տվել եւ այդ ժամանակ էլ ինձ հետաքրքիր էր ինչ էր կատարվել սերմի հետ։ Երբ որ ես հողից հանեցի, ես տեսա, որ սերմից մնացել էր միայն օբալոշկեն։ Կճեպը, կարելի ասել։ Կճեպը։ Բա ինչ էր եղել այդ մնացածը։ Վերածվել էր նորի։ Գիտեք, երբ որ մենք անցնում ենք Քրիստոսի խաչի վարդապետության ներքո, Աստված մեր ադամականը պարպում է մեզանից։ Մեր ադամականը իջիկ սանցնում Քրիստոսի խաչի վարդապետության ներքո։ Այսինքն այնքան օրհնյալ է Քրիստոսի խաչի վարդապետությունը, որ այն մարդը, որը իր անձը գցում է այդ հողի մեջ, Քրիստոսի խաչի վարդապետության մեջ, եւ գալիս է մի օր, որ ինքը տեսնում է իր ադամականից մնացել է միայն ֆուտլարը։ Բայց այն ադամական այն ներսի մեջ եղած հպարտություն, գոռոզություն, եսասիրություն գնում է, որտեղ է գնում։ Սուրբ Գիրքը սրան կոչում է վերափոխություն։ Մենք հոգևորներս այսպես են կոչում վերստին ծնունդ։ Այսինքն մեր հինը մեռնում է եւ հարություն առնում նորը հոգևորապես։ Սա իհարկե միստիկ ֆիզիկական մահվան մասին ես չեմ խոսում, այլ հոգևոր մահվան մասին եմ խոսում։ Ինչպես Հռոմեացիս գրքի մեջ ասելով, այսպես ասում առաքյալը, թաղվելով անոր հետ նրա մահվան նմանությունով, եւ մենք հարություն ենք առնում նրա հետ։ Պողոս ասում է, որպեսի ճանաչեմ նրա հարության զորությունը։ Այո։ Այսինքն ինչա դա ինչ եզրակացության են գալիս, որ Քրիստոսի ճանապարհով ես անցնում, նույն Քրիստոսի նման լինել հենց դրանով է նաև պայմանավորված։ Այո։ Եվ հետաքրքիրը հետևյալն է, որ կուզեմ, որ բոլորիս ուշադրությունը դարձնեմ, հետևյալն է, որ այդտեղ երբ որ սերմի մասին խոսում է, 3 կարևոր բան ասում։ Հələ տեսեք 42-րդ խոսքից երկրորդ պարբերությունից շարունակում եմ։ Մարմինը
տկարությունով կսերմանվի ու անապականությունով հարություն կառնի։ Հետաքրքիր է, Աստծո մարդը այդպիսին է։ Գիտեք, Աստծո մարդը թեպետ իրան դու կողքից կարող է տեսնես, որ ինքը տկար է, խեղճի տպավորություն է, կարծես թե շրջապատի վրա թողում, բայց իրական Աստծո մարդը այդպես չի։ Իրական Աստծո մարդը այդ խաչի ճանապարհով երբ որ անցնում է, իր կյանքը նման է տկարությունով անցնելուն, որովհետև ինքը անցնում է տառապանքներով։ Հիսուսն ասեց. ես եմ դուռը, ես եմ ճանապարհը։ Բայց չէ որ նա ասեց կա երկու դուռ եւ կա երկու ճանապարհ, լայն եւ նեղ։ Գիտես, երբ որ անցնում ես նեղ դռնով, շատ նման է սրան, որ անգամներ կարող է քեզի բռնում ես, որ քո մարմինը ինչքան տկար է հավիտենության հետ համեմատելով։ Պայքար կա։ Այո, պայքար կա։ Չի ուզում։ Բայց վստահ եղի, երբ որ դու քեզ հանձնում ես Քրիստոսի խաչի վարդապետության, քո սերմը դնում ես Քրիստոսի խաչի վարդապետության ներքո, այո, սերմ։ Դու իմացի, որ ինքը հարություն է առնելու անապականությունով։ Փաստորեն սա կներես ամեն, փաստորեն սա հոգևոր գիտակցություն է, երբ որ սկսում ես շփվել Աստծո խոսքի հետ եւ Քրիստոսի խաչի վարդապետությունը ինտեգրվում ես դրա մեջ, սա գիտակցություն է, որ դու հասկանում ես, որ դու սերմ ես արդեն։ Այո։ Դու արդեն սերմ ես։ Այո։ Վաու։ Սա շատ խորն է տանում։ Այո։ Այո։ Եվ Աստծո խոսքի մի հատ առանց կա այս հատվածի մեջ, այս թեմայի մեջ մի հատ առանց կա, որ շատ կուզենամ հոց գծով այտենց ընդգծեմ, էլի, այս միտքը կարելի ասել ձևակերպում որպես հնչի սա բոլոր նրանք ովքեր նպատակ ունեն եւ փափագ ունեն եւ տեսիլք ունեն, որ այո նրանք ունենալու են երկնային մարմին, ես իրանց ուզում եմ ասեմ, դու չես կարող այս ճանապարհով չանցնել եւ երկնային մարմին ունենալ, սա բացառվում է։ Մարմինը տկարությունով սերմանվում է։ Այդ բառերի վրա ուշադրություն տա, անարգությունով սերմանվում է, ապականությունով սերմանվում է, այս երեք փուլերով այդ մարմինը սերմանվում է։ Հիմա ես ուզում եմ վերադառնանք Հովսեփին կյանքին։ Ինչ էր զգում Հովսեփը, երբ որ եղբայրները իրան վաճառեցին։ Ինքը գուբի մեջ էր։ Այդ իր հայրիկի օրհնյալ պատմությանը չկա, փառքը չկա, այդ բային ինքը չի վայելում սերը, եղբայրական սերը չի վայելում, ընդհակառակը գոբից հանում են վաճառելու համար, ոչ թե պատվելու համար։ Եվ գնաց ընկավ տարիներով տառապանքի մեջ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ էր հասկանում ինքը, ինչ էր զգում ինքը այդ ընթացքում։ Նա ինչ էր զգում, դա հարցի մեկ կողմն է, բայց որն էր ապագա Աստծո տեսիլքը Հովսեփի համար, էսի շատ փառավոր է, որ մենք հոգեով էդի պետքա տեսնենք։ Գիտեք, հոգևոր կյանքը այսպես է, շատ անգամ մեզի պատահած դժվարությունները, մեզի պատահած նեղությունները շատ անգամ մեզի չեն թողում, արգելում են, որպեսզի մենք ապագա տեսիլքը տեսնենք։ Դուք պատկերացնում եք, եթե Հովսեփը կեսից այդպես ասեր, չէ, վերջ, Աստված ինձ չի սիրում, ես հանձնվեցի։ Բացի դա, իր եղբայրների հանդեպ թշնամանքով կլացվեց, չէր ների։ Այսինքն կներես են այստեղ մի հետաքրքիր միտք կա։ Փաստորեն ինչ է կատարվում։ Եղբայրները Հովսեփին ուրեմն անարգաբար անարգությունով վաճառում են իրանց փրկության համար, հոգևոր տեսիլքն է սա, նկարագիրը։ Զարմանալի բան է։ Այսինքն, երբ որ դու անարգվում ես, դու դառնում ես նրանց համար, դու մեռնում ես, որպեսզի նրանք ապրեն։ Կարելի է այդպես, չգիտեմ, շտապեցի թե չէ, բայց ես ուզում եմ Հովսեփի այն ապրումները, հա, արդեն այդ որ
սերմը հասունացել էր եւ բեր քաղաքը եղել էր, Հովսեփը ինչպես դա արտահայտեց իր խոսքի մեջ։ Երբ որ եղբայրները ասացին մեր հանդեպ չարություն չանես, հանկարծ մեզի չսպանես, հիշում եք Հովսեփի խոսքը։ Տերը դրան Ինքը փաթաթվեց եղբայրներին, ինքը գրկեց եղբայրներին, ինքը սիրեց եղբայրներին, ինքը եղբայրներին տվեց օրհնություն, ասեց եղբայրներ մի մտածեք, թերևս ես այս ճանապարհով անցա, որպեսզի հորս տունը պահեմ։ Սա հոգևոր օրհնություն է։ Այսի է հոգևոր։ ինքը հասկացավ ինչ կատարվեց, հա։ Այո, իհարկե ինքը հասկացավ։ Բայց ես ուզում եմ մենք տեսնենք Աստծո հզորները, Աստծո օրհնյալները անցել են այս ճանապարհով։ Վերցնենք Հոբին։ Երբ որ մենք Հոբի կյանքը ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ բառից բուն իմաստով սերմանման այս 3 փուլերը, որ սերմը ապականությունով, անարգանքով եւ տկարությունով այդ 3 բառերը սերմանվում է, բայց վերջում փառքով հարություն առնում։ Հիմա տեսնենք այդ նույն ճանապարհով անցավ Հոբը։ Ինչքան տառապանքներ էր, բայց վերջը Աստված ավելի փառքով արեց, քան սկիզբը։ Այո։ Առաքյալները անցան այս ճանապարհով։ Առաքյալները անցան այս ճանապարհով եւ գիրքը ինչ ասում Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ, ասում է, երբ որ հավատքի տիտանների մասին է խոսում, ասում է նրանք սղացվեցին, նրանք քարկոծվեցին, բայց էդի իրանց երկրավոր կյանքի ընթացքում ամեն մարդու սերմանման ճանապարհը տարբեր է։ Օրինակ, մի հատ բարձ օրինակ եմ ուզում ասեմ, դուք գիտեք, որ ամեն տարածաշրջան ունի իր կլիմայական պայմանները եւ ամեն տարածաշրջանում շատ հարիր է, որ գիտնականները մշակեն վերջի հիբրիդային միջոցով իրանք մշակում են սերմեր են ունենում, որոնք այդ կլիմային դիմացք ունեն։ Եվ հետաքրքիր է, օրինակի համար Հայաստանի տարածաշրջանում աճող հացահատիկները մեկ էլ տարբեր տարածաշրջանում, որոնք կլիման տարբեր է, այնտեղ կարող է ելքը լրիվ ուրիշ լինի։ Հետևաբար տեսեք, սովետական միության ժամանակ դա մի հատ շրջան էր, որ դու չէիր կարող առանց նեղություններով անցնել, դու չէիր կարող։ Դու պետք է, եթե հոգևոր էիր, եթե դու դառել էիր Աստծուն, դու պետք է անցնեիր դժվարություններով եւ նեղություններով։ Նայեք, այդ ժամանակահատվածում սերմանման ժամանակ այդ վեգետացիոն շրջանը շատ նեղություններով եւ դժվարություններով էր։ Հա, իդեպ ես ուզում եմ հիմա ասեմ, չէ՞ որ հիմա երկրագնդի վրա կան այդպես տարածաշրջաններ։ Օրինակ, հալածանքներ, այո, հիմա Պարսկաստանում եթե մեկը դառել է Հիսուսին, եւ Հայաստանում ինչ որ մեկը դառել է Հիսուսին, ո՞նց կարող ես համեմատես երկուսի անցած ճանապարհը։ Կա Հյուսիսային Կորեայում մեկը դառել է, ո՞նց կարող ես համեմատես Ամերիկայում, երբ որ մարդը դառել է Հիսուսին, երկուսի կյանքը ընդհանրապես համեմատելի չի։ Ամեն մարդ անցնում է եւ այս սկզբունքը համեմատության, այս սկզբունքը հաշվի առնելով, ես ուզում եմ ասեմ, որ սերմանման ընթացքը, որ ունենալու է արդյունք, մեկը 30, 60 եւ մեկը 90, որ գիրքը այդպես ասում։ Նույնիսկ Հայաստանում էլ մեկը կարող է անցնի մի ճանապարհով, որ իր արդյունքը կարա տա 30 Հայաստանում, մեկը կարա տա 60, մեկը կարա տա 90։ Ամեն։ Ինչ ճանապարհով ենք անցնում մենք, էսի շատ կարևոր է։ Եվ մեր տեսիլքը ոչ թե պետք է լինի, չգիտեմ, ֆիզիկական ինչ որ մի հատ երևույթները, այլ պետք է լինի արդյունքը։ Ինչ արդյունք ենք ունենալու։ Աստծո խոսքի մեջ sense մի հատ շատ հրաշալի համար կա գրված։ Ասում է իմ սերմերը կոշտուկների տակ փտում են։ Շատ հետաքրքիր համար է։ Ինչ է նշանակում իմ սերմերը կոշտուկների տակ փետում են։ Երբ որ սերմը պետք է դնես հողի մեջ, երկրագործության մեջ կա sense մի հատ տերմին, կուլտիվացիա, ովքեր որ
մեր լսողներից, ովքեր որ գյուղատնտեսության հետ կապ ունեն, իրանք կհասկանան այդ տերմինը։ Կոչվում է կուլտիվացիա, այսինքն երբ որ հողը փորում ես, փորելուց հետո դու պետքա կուլտիվացիայի ենթարկես իրան, ավելի մանրացնում ես որովհետև օրինակի համար գութանը խփեց, խոփը անցավ, հողը փորեց, բայց ինքը դրսից կոշտուկներով կարող է շրջվեց մի կողմ, բայց այդտեղ դու սերմ չես կարող դնես, իրան պետքա կուլտիվացիայի ենթարկես։ Գիտեք, հիմա շատ անգամ Աստված մեզ տանում է այդ ճանապարհով, որ մեր սիրտը, մեր երկիրը ուղղակի հերքվի, այնտեղ կոշտուկներ չմնա։ Որովհետև շատ անգամ Աստծո սերմը հիմա ես մյուս կողմից եմ խոսում, թեմայի այն մյուս կողմից, երբ որ Աստծո խոսքը որպես սերմ արդեն ընկնում է մեր սրտի մեջ, շատ կարևոր է, որ մեր սիրտը լրիվ կուլտիվացիայի փխրեցման ենթակա լինի, որ մենք կարողանանք արդյունք տանք։ Այսինքն սերմնացանի առակը լավ ճիշտ խոսում է դրա մասին։ Այո, իհարկե։ Այո։ Բայց հետաքրքիրը հետևյալն է, որ Աստված ամեն մարդուն տանում է իր յուրովի ճանապարհով։ Գիտեք, շատ անգամ մարդիկ այսպես են մտածում, որոշները մտածում են, ասում են, հիմա ինչ, հոբի վիճակը ունենալու համար անպայման հոբի ճանապարհով պիտի անցնեմ։ Եթե ես Հովսեփի վիճակը ունենամ, անպայման Հովսեփի ճանապարհով պիտի անցնեմ, չէ, պարտադիր չի։ Ամեն փորձությունները մարդ ամեն մեկը ունենալու է իր հասակի չափով, իր կարողության չափով։ Աստված անիրավ չի, որ մեր կարողությունից ավելի փորձություններ տա մեզի։ Մենք անցնելու ենք, բայց հարցը հետևյալն է. ես այդ սիրտը ունեմ, որ ասեմ Աստվածին, ես ուզում եմ, որ այո, այս մարմինը սերմանվի հոգևորի համար։ Փաստորեն ի՞նչ է կատարում, ամերբեր։ Դու հետաքրքիր պրոցեսների մասին խոսացիր, կարող եմ այսպես ճիշտ եմ ընկալել, նախ մեր մեջ սերմվանվում է խոսքը, որը սերմ է նորից։ Այո։ Նա ծիլ է տալիս նոր մարդու, այսպես վերստին ծնունդի արդյունքում, որը ինձ դարձնում է սերմ։ Հա։ Օգնում է այդ խոսքը, օգնում է, որ ես սերմի հետ ճիշտ վարվեմ։ Նայեք, Աստծո խոսքը, այսինքն գիտակցության է բերում, որ դու դառնում ես սերմ։ Այո։ Դու սերմ ես, բայց նորից այդ խոսքի արդյունքում ես։ Այսինքն սերմը սերմանվեց ու մեզ գիտակցության բերեց, որ մենք սերմ ենք դարձել։ Այո։ Այդպես է գալիս։ Այո, կարող եք այդպես հասկանալ։ Ասենց պատկերավոր մի հատ օրինակ բերեմ, որ Աստծո խոսքը ինքը շատ ուժ ունի։ Մի հատ հիշեցի պատմությունից, մի հատ դրվագ բժշկական հոգեբանական հիգիենայի հիմնադիրներից մեկը Ֆիշերը, ինքը, որը հիմնադրել է այդ առարկան, ժողովների ժամանակ այսպեսի բան ասում, կոնֆերանսի ժամանակ, բժշկական կոնֆերանսի ժամանակ հայտարարում է, որ ասում է, դու գիտեք, որ գոյություն ունի խոսքի թերապիա, որ խոսքը մեծ ազդեցություն ունի եւ հետեւաբար այդ հիման վրա, այդ թեզերի հիման վրա կառուցեցին այս բժշկագիտության մեջ այս ճյուղը զարգացավ, որ հոգեբանները խոսքի թերապիայով կարողանան մարդուն օգնեն։ Բայց ես ուզում եմ, որ մենք իմանանք, որ այդ ժամանակահատվածում մի հոգևոր եղբայր ասում է, այո, մենք դա գիտենք, որ խոսքի թերապիան ազդեցություն ունի, որովհետև դոկտոր Հակոբոսը 2000 տարի առաջ ասել է եւ լսողները զարմանում են, ասում են դոկտոր Հակոբոսնովա եւ ինքը Աստված նոր գտականից մեջ բերում անում, որ ասում է, որ լեզուն փոքր անդամ է, որ կարողանում է կառավարի։ Նայեք, խոսքը ինքը շատ մեծ ազդեցիկ ոլորտ ունի։ Ես մի հատ պատկերավոր օրինակ բերեմ։ Պատկերացրեք, մի հատ առակ եմ ընդամենը ասում, եթե
ես շատ պարտքեր ունեմ եւ հանկարծ մեկը ինձ զանգահարում է եւ ասում է Արմեն ջան ինչա կատարվում քո հետ ես ասում եմ դե մյուս ամիս իմ տունը իմ ձեռից վերցնելու են որովհետեւ ես շատ պարտքեր ունեմ ու ինքը այսպես ասում ես ինչքան է պարտքդ ես ասում եմ X գումար օրինակ այսքան գումար շատ լավ ասում է ես մյուս շաբաթ գալիս եմ Ամերիկայից եւ ես կրկնակի այդքան գումար եմ քեզի նվեր բերում տամ նայեք ես այդ գումարը չեմ տեսել ես ընդհանրապես լսեցի ոնց եք մտածում յուրաքանչյուր մարդ որ այդ վիճակին կլինի այդ խոսքը իրան կուրախացնի թե միանշանակ եւ եթե մի քիչ զավեշտալի օրինակ եմ էլի ուզում բերեմ պատկերացրեք շարունակության ընթացքում ես սպասում եմ գնացել եմ այրոպորտ ու սպասում եմ որ այդ մարդը պետք է գա նո առակ եմ պատմում դրա համար համարցակ եմ պատմում եւ հանկարծ բանը լուրերը ասում են որ այդ ռեսի ինքնաթիռը ընկելա եւ այդտեղ ոչ մեկ չի մնացել հիմա այդ լուրը ինչ կանի ինձ նայեք եթե սովորական մարդկային խոսքը ունի ազդեցություն ես այս օրինակը ինչի բերեցի որպեսզի մենք հասկանանք որքան ավելի Աստծո խոսքը եթե մենք հասկանանք որ երկիր ստեղծող Աստվածը մեզ ուղարկում է իր խոսքը որը անսահման ազդեցություն ունի այո այդ խոսքը Աստծո սերմը որ մենք ընդունում ենք մեր սրտերի մեջ այդ խոսքը մեր մեջ ձևակերպում է կարողություն ընտրելու ունակություն այդ խոսքը մեր մեջ բարձրացնում է զորություն որոշումներ կայացնելու հստակ ապրելու այդ կյանքի մեջ այդ Աստծո խոսքի մեջ այդ զորությունը փոխանցում է մեզ իհարկե ամեն թե չէ մարդը ոնց կարա առանց Աստծո ասի ես ընտրում եմ նեղ ճանապարհը ես սերմ եմ ոնց կարա ու ոնց է մեռնելու ինքը ոնց է որոշելու որ անարգվի ոնց կարա մարդը առանց Աստծո ասի ոչինչ ես որպես սեր կանցնեմ անարգանքի ճանապարհով բայց փառքով արություն եմ առնելու մարդը ինչպես անցնելու այդ ճանապարհը չկա այդ ճանապարհը չի կարա մի հատ լեն ճանապարհը ստիպված դրանով պետք է գնաս ուզես չուզես այո որտեղ նեղ ճանապարհի նեղ դրան մասին ասում է քիչ է նրան գտնողները այո չի ասում մտնողները այո նրան դեռ գտնել է պետք այո դա է եղբայրս շատ օրհնյալ Աստծո խոսքը ամեն sense հարցեր է բարձրանում տես անարգանքի մասին մարդը մի փոքր երբ որ նո սովորական մարդը այսինքն վերստին չծնված է երբ որ մի փոքր նեղության է մատնվում կամ անարգանքի ինքը սիրում է միանգամից իր այսպես ասած իրավունքները պաշտպանել հա իրավունքի հարց կա ստեղ սա հին մարդու բնույթն է ինքնապաշտպանության է դե գոյատևումը պահանջում է ինքնապաշտպանություն այդպես է չէ որպեսզի գոյատևեմ պետք է ինքնապաշտպանության դիմեմ հիմա ստեղ հետաքրքիր է որ տես մահվան այս process-ը հոգևոր իմաստով այս խորհուրդը ինչու՞ է կայանում Դավիթը բավականին սաղմոսների մեջ բավականին տեղեր միշտ գրում է այս խոսքը Տեր դու ինձ իրավունք արա այսինքն նշանակում է որ այդ անարգանքը հա անարգանքի իրավունքը դու չես պաշտպանում քո որովհետև դու գիտես որ դու սերմ ես եւ ինչպես Հովսեփը շատ լավ օրինակ բերեցիր նա չփորձեց իր իրավունքները պաշտպանի ոչ մի ձև նա անկարող էր անգամ իրավունքները պաշտպանելու բայց տեսանք Աստված ուր հասցրեց նրան ինչ հարցս այսպես է ինչ բաղկացուցիչ մասեր ունի այ օրինակ պրակտիկ կյանքում ոնց ենք հասկանում դա մենք սերմ ենք եւ անարգանքով չէ ինչպես դու ասացիր ապականությունով եւ տկարություն ապականություն անարգանք եւ տկարություն ինչ են դրանք ինչպես ենք դա հասկանում լավ տեսեք ես մի բան ասեմ
Աստծո խոսքի վարդապետությունը այս թեմայով ինձ տանում է սրան, որ ես մեկ բան հասկանամ, մեկ կարևոր փաստ հասկանամ։ Աստված այս մարմնի հանդեպ հավիտենական ծրագիր չունի։ Ոչ թե որ ես ուզում եմ ասեմ, որ մենք այս մարմինը չսնուցանենք, չխնամենք, այդպես չի։ Մյուս ծայրահեղության մենք երբեք չենք գնում, որովհետև ոչ մեկ իր մարմինը չի անտեսում։ Տանջում են, չէ՞, սկառոններ կա իրանց ինչ-որ արհեստական բաներ։ Իհարկե մենք սա տաճար է, այս մարմինը, որի հանդեպ մենք պետք է վերաբերվենք որպես սուրբ տաճարի, Աստծո տաճար։ Այո, Աստծո տաճարի։ Բայց թեման ոչ թե արծարծում էր որպես տաճար, այլ մարմնի բնույթը, մեկ այլ բան է քո մարմնի հետ ինչպես ես վարվում, մեկ այլ բան է մարմնի բնույթը։ Նայեք, մարմնի բնույթը մեղանչական է։ Ուզում ես ամենածայրագույն հոգևոր կարգավիճակին հասիր, դարձիր ամենամեծ առաքյալը։ Եթե դու այս մարմնի բնույթին տեղ տվեցիր, ինքը նորից իր բնույթը բարձրացնելու է։ Հիմա մեր խնդիրը ոչ թե ուղղակի մարմինը անտեսելն է, իհարկե այդ վարդապետությունը արդեն ճգնավորությունն է։ Մենք դա չենք հասկանում, մենք դա չենք հավատում, այլ մեր վարդապետությունը հետևյալն է, մենք հավատում ենք, որ Աստծո խոսքը կանգնեցնում է մեր մարմնավոր բնույթը, մարմնավոր կյանք, ոչ թե մարմինը, այլ մարմնավոր բնույթը, եւ այս մարմինը երկրավոր անդամները սպանեցեք, որ Աստծո խոսքը այդպես ասում, ինքը երբեք չի դադարի նախանձելուց, ինքը երբեք չի հոգնում այս մարմինը ատելուց, ինքը երբեք չի հոգնում անմաքրություն անելուց, այս մարմինը երբեք չի հոգնում, հակառակը, այս մարմինը մտածում է այդ իր սխալ հաճույքները ինչ նոր ոսկե սկուտեղով մատուցես, այլ փաստորեն դուրս է գալիս, որ մենք հենց կոնկրետ մարմնի բնույթի դեմն ենք, այսինքն բոլոր այն վարդապետությունը, որը տանում է սրան, որ մարմնավոր բնույթը արդարացնում են, այստեղ է վտանգավորությունը։ Այդ մարմնավոր բնույթը Աստծո խոսքը երբեք չի արդարացնում։ Օրինակի համար մարմնի ցանկություն, աչքի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Սա մեղք Աստծո առաջ եւ երբեք Աստծո խոսքը չի ասում մարմնի ցանկությունը, աչքի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը ես հովանավորում եմ եւ օրհնում եմ։ Ոչինչ։ Այդտենց էլ է, ես ձեզ այդպես եմ ընդունում։ Հակառակը խոսքը տանում է դրան, որպեսզի այդ բնույթի հանդեպ մենք ունենանք այդ սերմին հանդիպող բոլոր երևույթները, պետքա դնել հողին, հողերը քաշել գլխին եւ այնտեղ ինքը պետքա նեղի, ինքը այնտեղ պետքա փչանա։ Ուրանալ անձը փաստորեն նույն իմաստով, ով որ իր անձը չուրանա եւ խաչը չվերցնի մետևից չգա, ինձ արժանի չի այդ իմաստով։ Միանշանակ։ Այսինքն Աստծո խոսքը արդիա եւ թե առաջի դարում միջնադարում արդի եղել եւ Աստծո խոսքը արդիա այս օրերում եւ բոլոր ժամանակահատվածներում մարմնավոր բնույթի հանդեպ Աստծո վերաբերմունքը մեկ է եղել, նույնն է եղել։ Ամենից կարող ենք ասել, որ տես մենք խոսացինք գիտակցության մասին, որ դու սերն ես, բայց մենք քիչ եթե ավելի խորը գնանք, սա ուրեմն ոնց ասեմ, հասկանում ես մի ձևով դա քո մեջ խոսքը ձևավորում է հոգևոր արժեքներ, հա, ինստիտուտ կարելի ասել, որը սկսում է աշխատել դրա դիմաց, այսինքն, չէ, մենք գիտենք այդ պատերազմներ, ներքին պատերազմներ, չէ, Պողոս առաքյալը ասում է պատերազմից, այսինքն մենք սա չենք համարում ինչ-որ արտաքին երևույթ,
որը այ կուզեմ մի փոքր դրա մասն խոսանք, որովհետև տես ուրեմն ապականություն անարգանք եւ շնչավոր կամ տկար մարմին այդ իմաստով տես ինչա սա զանազանել է պետք հասկանալ է պետք մարդը սկսում է հոգեվոր մարդը սկսում է տարբերի այսի մարմնի գործեր այսի հոգու գործեր ինչ-որ զանազանություն է տեղի ունենում այդ արժե համակարգի արդյունքում ինչ կասես դրա մասին Պողոս Առաքյալը իր հոգևոր աճման արդյունքում երբ որ ինքը անցավ ճանապարհ արդեն անցել էր որ այդ խոսքը ասեց բայց ինքը ներկայացնում է այդ ճանապարհը ասում է ներսի մարդին նայելով Աստծո օրենքներին եմ փափագում բայց մի հատ ուրիշ օրենք եմ գտնում իմ անդամների մեջ որ բարձրանում է իմ այդ պատերազմում է եւ ինձ գերի է բռնում մեղքի մահվան օրենքի մեջ տանելու համար այսինքն այո երբ որ մարդը Աստծո խոսքը իր սրտի մեջ ընդունում է Աստծո խոսքը իր հոգևոր աշխարհի մեջ կերտում է հոգևոր գիտակցության է բերում որպեսզի մարդը կարողանա բարը եւ չարին զանազանի Այսինքն հոգևոր աշխարհում մարդը երբ որ մեկանում է Աստծո հետ, իր հոգևոր դաշտը սկսում է հավանել Աստծո խոսքին։ Այսինքն ներքուստ իր մեջ այդ զանազանությունը Աստծո խոսքը սկսում է բարձրացնել։ Ասում է աղոթում ենք, որպեսզի մենք լավագույնը ընտրենք։ Առաքյալը միտեղ այդպես ասում, լավագույնը ընտրենք։ Այսինքն դուրս է գալիս, որ Աստծո խոսքը իմ սրտի մեջ ընդունելով, իմ ներսում ընդունելով, ինձ բերում է հոգևոր բարձր գիտակցության եւ ես ներքուստ սկսում եմ հոգևորապես միանալ Աստծո խոսքին, բայց քանի որ այս մարմնի մեջ եմ, բայց հոգևոր դեռ շատ աճելու տեղ ունեմ, այդ մարմնավոր բնույթը անգամներ սատանան օգտագործում է, որպեսզի ինձ հակադրի Աստծո խոսքի հետ որպեսզի ես ինձ հակադարձի Աստծո խոսքի հետ եւ այո հենց այդտեղ սկսում է այդ պատերազմը եւ լինում է պարագաներ որ դու հոգեվոր հասակ չունենալու պատճառով այդ հարցում ընկար բայց երբ որ դու գնում ես տուն երբ որ քո խորանի մեջ ես մտնում երբ որ դու Աստծո հետ առանձնանում ես հասկանում ես որ չէ սխալը քոնը չի դու էդի արեցիր բայց դա կոնտրությունը չէ։ Համաձայն չես իր հետ։ Դու պայքար կա մեջդ իր հանդեպ։ Դա կոնտրությունը չէ։ Դու ուղղակի ընկար ուժ չունենալու պատճառով։ Գայթեցիր կարելի ասել մի ձևով։ Բայց փառքասը հենց ապաշխարությունը դա է շատ լավ բան ասեցիր։ Երկու կարևոր հանգամանք շատ ես բռնեցի այդ խոսքը։ Առաջին հանգամանքը սա է, որ դու հավանում ես Աստծո խոսքը։ Այո։ Սիրում ես Սա լուրջ գարանտիա է։ Գիտես դու կարող ես թույլ ասեմ, կարող ես մեղքել քեզ ստիպելով մեղք չգործես ու սաղ տենան որ դու մեղք չես գործում, այսինքն ու քեզ ասեն դու օտյալ մարդ ես, մի քիչ բանով խոսանք, բայց դա չի գարանտիան։ Գարանտիան սա է, դու սիրում ես խոսքը։ Երկրորդ հանգամանքը սա է, որ բռնեցի, սա է, որ թերպետ ընկել ես, բայց մեջդ պայքար կա իր հանդեպ։ Սա էլ է գարանտիա։ Ուրեմն աշխատում է, սերմը աշխատում է, համաձայն ես։ Այո, միանշանակ համաձայն։ Հալելույա։ Տեսեք, օրինակի համար մի քիչ առաջ ասեցիք, որ գայթակղվեցինք։ Երևույթը որակավորեցինք որպես այո, գայթակղություն, գայթակղվել, ընկնել հայերենում այնքան սիրուն է այդ բառը։ Գայթակղվել բառը երկու արմատ ունի։ Գայթել որ հին լեզվով նշանակում է սահել եւ կղկղան որը նշանակում է կեղտոտվել այսինքն սահել ընկնել կեղտի մեջ այո մարդը կարող է կեղտի մեջ չէ ասում եք Աստված Իսրայելն էսպես ասում է լսված բանա որ մարդը ընկնի ու ընկած մնա չէ մարդը վերակենում նորմալ մարդը իր շուրերը թափ է տալիս եւ իր գնալու ճանապարհը սկսում անցնել բայց ասում եմ ժողովուրդը ցնկով ու չի ուզում վերկել իհարկե չի կարելի այդպես այո մենք էսի պատերազմ այո ընկնել եւ սիրել է ցեխը հա սա պատերազմ է այդ պատերազմի ընթացքում իհարկե մենք կլինի պահեր որ կարող անցնենք հովանու թղթերի մեջ
երկրորդ գլխի մեջ այսպեսի շատ սիրուն խոսք կա որդյակներս սա գրում եմ ձեզի որպեսզի չմեղանչեք բայց եթե մեկը ինչևից է մեղանչելու լինի իմանա որ հոր մոտ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արդարը նա մեր մեղքերի թողությունն է ոչ միայն մեր ապա ամբողջ աշխարհինն է այո մենք Աստծո խոսքը մեզ դաստիարակում է որ մենք ընտրենք սրբությունը ընտրենք ճշմարտությունը բայց միևնույն ժամանակ հնարավոր է որ մարդը հոգևոր հասակ չունենալու պատճառով ընկնի պետք չի ուսահատվել պետք չի հիասթափվել Քրիստոսի այրունը պատրաստան ներելու մաքրելու սրբելու վեր կաց թոթափվիր քեզ եւ գնա առաջ ամեն վաու Parti yoçan Armen եղբայր Փաստորեն այսօր երկու հավասարազոր թեմաներ շոշափվեց առաջինը սա է որ մենք որպես քրիստոնյաներ վերստին ծնունդի արդյունքում ինչա ձևավորվում մեր մեջ որի արդյունքում մենք սկսում ենք հասկանալ որ մենք դառնում ենք սեր այ մի հարց է չնայած ժամանակը լրացել է բայց ոչինչ մի 5 րոպե թող երբեմն ուշացնում ենք եթե չէ շտապ այ տես կուզեմ մի բան կա որի մասին ակնարկեցիր բայց կուզեմ մի քիչ դրանից ավելի բռնվենք սերմը արդեն երբ որ ցանվում է ինքը ասեցիր որ մեռնում է ինչպես խոսքն ասում մեջբերում արեցիր նա մեռնում է այսինքն նշանակում է որ այլևս սերմը ինքն իրանով որպես մի հատիկ այլևս չի ապրում այսինքն դու չես մի ձևով էլի կամ դու մենակ ես մինչև չցանվես բայց ինչա կատարվում այ ովքեր են նրանք ովքեր ինձնից դուրս եկան հասկացա այսինքն 30 ես մեռնելով ինչ-որ 30 հոգի թույլ սենց ասեմ կամ շատ ավելին դուրս եկան ինձնից ես մեռա բայց ես դա եմ ինչ-որ հիմա տվել է արդյունք ինչպես կմեկնաբանես այսի երկու ուղղությամբ կարող եմ դրա մասին խոսել նախ առաջի ուղղությունը հետևյալն է Գաղատացի 5-րդ գլխի մեջ խոսում է հոգու պտուղների մասին այսինքն իմ մեռնելու արդյունքում ծնվում է նոր հոգևոր աշխարհ եւ այդ նոր հոգևոր աշխարհը ձևավորվում է որ հետո նա մարմին դառնա երբ որ հափշտակության օրը լինի այսինքն ծնվում է սեր խնդություն, խաղաղություն, ժուժկալություն եւ ինչը որ Սուրբ Հոգու ծառը իր պտուղով է ճանաչվում սա պտուղն է որը յուրաքանչյուր սերմ ունի իր պտուղը եւ հենց պտուղի մեջ կա իր սերմը սա մեծ իմաստով գլխավոր իմաստով եւ երկրորդական ըմբռնմամբ որովհետեւ շատ անգամ Աստծո խոսքը որպես մարգարեական խոսք գիտեք որ երկիմաստ եւ եռիմաստ միտք ունի օրինակ բառացի բերեմ Աստված ասես լույս լինի ծննդոցում բայց առաքյալ իր թղթերի մեջ ասում է երբ որ ինքը ասես լույս լինի դեռ սետերի մեջ ծակեցավ այսինքն կարա մարգարեությունը երկիմաստ նույնիսկ եռիմաստ ուղղություն ունենա հիմա երկրորդ իմաստը որն է այն մարդիկ որոնք ուզում են լուրջ հոգևոր ծառայողներ լինեն հոգևոր գործիչներ լինեն մարդիկ որոնց միջոցով շատերը կապաշխարեն նաև այո կան հոգիներ որոնք իրանց ապրած կյանքի արդյունքում շատերը փրկվեցին շատերը այո շատերը դառան Աստծուն պտուղ այսինքն այո պտուղ ունեցան նաև երկրորդ իմաստով մենք դա էլ կարող ենք հասկանալ Վոնեսիմոսի մասին ասում չէ ասում է որ եղբայր ասում է քեզանով շատ սուրբերի սրտեր հանգստացան այսինքն դու ունես արդյունք պտուղ եւ շատերը գո դուք միգուցե մտածում ես զրկանքներ ունեցար նեղություններ ունեցար բայց դու դարձար այն անոթը որ Աստված լեցրեց եւ այդ ջուրը դու խմցրեցիր շատերին մարդիկ ծառավ մեռնում էին դու դառնում ես ուտելու բան քաղցր բան ես դա այո Քեզնից քաղցրություն ասում, ինչպես Սուրբ Հոգու պտուղը, շատ, ես քո մասնագիտությունը շատ եմ սիրում,
Ամենախպեր, իհարկե շատ լայն թեմա էր սա, շատ լայն թեմա, շատ հարցեր են բարձրանում, բայց ժամանակի սովության պատճառով չենք կարող շարունակել, բայց գիտես լավ է որ սենց վերջանում է, ինչի համար որ մի քիչ մենք մտածենք ինչա դա, հա? Ինչա մենք ինչպես ասացի, պեղենք։ Այն որ կիսաֆաբրիկատ են ասում, դու շատ լավ այսօր մի ձև կիսաֆաբրիկատ մատուցվեց, բայց շատ լավ է, տանենք մեր տները և սկսենք սա պեղել, ավելի հասկանալ, որովհետև քրիստոնյան վերստին ծնված ինք երբեք չի ասում, երբ հատերը գալու ինձ տանի ես չար աշխարից, նա այդպես բան չի ասում, նա ասում է Տեր ինչ անեմ, չէ, ով ես դու և ինչ անեմ, այսինքն ինչ անեմ հենց դա մահվան արդյունքում է տեղի ունենում, որ դու դառնում ես օրհնություն, մխիթարանք, ոչ թե մեն նրանց, ում որ դու սիրում ես, ովքեր քեզ անարգել են, ովքեր քեզ վիրավորել են, քեզ գուբն են գցել, քեզ սերմել են, որպեսզի դու պտուղ տաս մի օր իրանք չեն հասկացել դա, դրա համար Հիսուս ինչ ասում, նրանք չեն հասկանում, տերների նրանք չեն հասկանում ինչ են անում, բայց նրանք սերմ էին ցանում, շատ կար, իրանց փրկության հարցն էին լուծում, անգամ իրեն խաչողները, սա աշխարհը չի հասկանա, իրոք չի հասկանա, ոնց ուզում ես բացատրի, սա հոգևոր մարդն է հասկանում, նա որ նվիրված կյանք ապրում Տիրոջ առաջ, դու դառնում ես սերմ շատերին փրկության համար, քեզնից են ծնվում շատերը, հասկանում ես, վաու, ամենախպեր, շնորհակալ եմ, իրոք ինչ լավ էր, որ Տերը սրտումս դրեց, որ ես ասանգեմ քեզ որ գաս, թարդ իրը չէ քո համար և հուսամ առաջին անգամը չի նորից կգաս ժամանակ հանդիպենք իրար հետ, որտև շատ հաճելի իրոք կարևոր թեմաներս առաջարկում խորհելու։ Շատ լավ, եղբայրս, եթե կոչում ես սիրով և քո աղոթքով ավարտենք։ Աստված շատ օրհնի, ես կուզեմ, որ Աստծո խոսքը յուրաքանչյուրիս սրտերի մեջ ունենա իր արդյունքը։ Ամեն, ամեն։ Աղոթենք։ Հա, սիրելի Հիսուս, շնորհակալ եմ քեզանից քո սիրո և քո ողորմության համար։ Երկնային Հայր, շնորհակալ ենք քո տված սերմերի համար, քո խոսքերի համար, որոնք օրհնություն են մեզ համար, որոնք շինարարության և բարգավաճման առիթ են մեր համար, Տեր։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Նաև շնորհակալ եմ, Տեր, եղբորս համար, շնորհակալ եմ ես ծառայության համար, քո օրհնությունդ թող լինի և փառավորվես, որտև արժանի ես հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջ։ Փառք ես Տեր, ամենախպեր շնորհակալ եմ, չգիտեմ հաջորդ անգամ կուզեի մի փոքր այսպես քո մասնագիտությունից էլ խոսաս, ինչ-որ զուգահեռներ բերես, ես իդեպ քեզ մի բան ասեմ, այս վերջերս մի հատ հատված կարդացի Facebook-ից և այդտեղ խոսում էր բանի մասին, հացթուխի մի րոպեի մոտ գրել եմ դա ուրեմն մի հացթուխի մասին էր, որ ինչ բանով է շինում հացը և Աստված իրան այդ բանն է ցույց տալի սերմերի խառնուրդը թե ինչ սերմեր խառնի իրան, որ լավ հաց լինի դրան ասի, բայց հիմա մանեմ գալի չեմ գտնում, մյուս անգամ ոչինչ, ուրեմն մյուս անգամ կգտնեմ, հենց նոր հիշեցի էդի, հենց նոր հիշեցի, մի դեպս տղեն նայեմ, Եզեկելի հացը, հա, Եզեկելի հացը, գիտես դրան մասին, դա գրված է Եզեկել 4:9, ասում եմ մի օր ես եմ թխելու, մտնում եմ ինչ ասել, մարգարեական իմաստ ունի մեր, շատ լավ, ամենը շնորհակալ եմ, օգնված, հաջողված եղի, եղբայրս բոլորին բարևի, ընտանիքիդ, փառք Տիրոջը, սիրելի քույրեր եղբայրներ, այսպիսին էր մեր եթերը, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է, ամեն։